Ողջույն բարեկամներ, ձեզ հետ անգլերեն զրոյից և դասապատրաստում դասընթացն է, և այսօր մենք պետք է սովորենք կազմել ժխտական նախադասություններ ներկա ժամանակում։ Եթե դիտել եք դասընթաց սկսնակների համար տեսահոլովակը, ինչպես է կազմվում պարզ ներկա ժամանակաձևի հաստատական նախադասությունը, ինչպես է կազմվում հարցական նախադասությունը, եթե չեք դիտել, դիտեք, այսօր պետք է սովորենք կազմել ժխտական ձևը։ Ասած ավելի պարզ լինելու համար սկսենք բացատրել հայերենից, անցնենք անգլերենին, այնուհետև համեմատենք երկու լեզուների ժխտական ձևերի կառուցվածքը, նրանց կազմության նմանությունը և տարբերությունը։ Մինչ սկսելս բացատրելը դուք բաժանորդագրվեք անգլերեն զրույց և դասապատրաստում դասընթացին, հավանեք մեր էջը։ Ուրեմն սկսեմ։ Հայերենում ներկա ժամանակաձևի ժխտական ձևը կազմվում է չ ժխտական մասնիկի օգնությամբ։ Հիմա օրինակի վրա։ Ես գնում եմ, ես չեմ գնում։ Նայում ենք կառուցվածքին։ Ես առաջին դեմք եզակի թիվ, անձնական դերանունը ես և գնում եմ օժանդակ բայի միջոցով մենք հասկանում ենք գնում եմ, ես գնում եմ, եթե եսը չասեմ, միայն ասեմ գնում եմ, կհասկանաք, որ ես եմ գնում։ Գնում եմ, տեսնում ենք եմ-ը գալիս է, դրվում է, ուրեմն գնալ բայից հետո։ Ժխտական ձևը, այս եմ օժանդակ բայը վերջից կտեղափոխվի այս երկու բառերի արանք, եսի և գնալու միջև, կգա այստեղ չ մասնիկի հետ միասին, կդրվի չ մասնիկ և եմ-ը միասին կգան այստեղ, ես չեմ գնում, դու գնում ես, ինչպես տեսնում եք նույն ձևով S-ը գնում բայից հետո, ուրեմն ժխտական կազմելու ժամանակ չն կավելանա այս S-ին, բայց այստեղ չի մնա, միասին վեր կկենան, կգան այստեղ, դու չես գնում, նա գնում է, ուրեմն են կձևափոխվի կդառնա ի, չն կմիավորվի ի հետ, միասին կգան նա չի գնում, մենք գնում ենք, չն կմիանա ենքին, նրա առջև կդրվի, չենք կգամ այստեղ մեջտեղ, մենք չենք գնում, դուք գնում եք, դուք չեք գնում, նրանք գնում են, նրանք չեն գնում։ Սա հայերենի առանձնահատկությունը։ Հիմա տեսնենք ինչպես է կազմվում անգլերենում և համեմատենք։ Այս չ ժխտական մասնիկը հայերենում որ արտահայտվում է մեկ տառով, անգլերենում արտահայտվում է do not ձևով, do not։ Սա երկար ձևն է, ունի նաև կարճ ձևը, որը այս ձևով է կազմում don't, որտեղից է առաջանում այս կարճ ձևը։ Նույն do not-ն է, գրվում է կարճ ձևով միասին, բայց այն տարբերությամբ այս երկրորդ on դուրս է գալիս, սղվում է, նրա փոխարեն դրվում է այս ստորակետի նման նշանը, մենք հայերենում ասում ենք ապաթարց, իրենք ասում են apostrophe, և դառնում է don't, այսինքն այս on ջնջվեց, սղվեց և դառավ don't, գրվելով միասին։ Ուրեմն չ-ի փոխարեն մենք ասել ենք կամ do not կամ don't, որը կուզեք նայել կասեք։ Ես այստեղ կգրեմ կարճ ձևը։ Հիմա բոլոր դեմքերի համար do not-ը նույն don't-ն է, բացառությամբ երրորդ դեմք եզակի թվի։ Հիմա տեսեք, եզակի թվում այս do not-ը դառնում է doesn't, թե որտեղից է առաջանում այս doesn't-ը, ես ընթացքում կբացատրեմ։ Նման մի բան կա նաև հայերենում, եթե նայում եք երրորդ դեմք եզակի թվում, մի փոքր փոփոխություն, բոլոր դեպքերում եմ, գնում եմ, չեմ գնում, գնում ես, չես գնում, գնում է, են դառնում է ի, երրորդ դեմք եզակի թվում, անգլերենում նույնպես փոփոխություն է կրում, երրորդ դեմք եզակի թվում մի քիչ այլ ձևով։ Ուրեմն հիմա անգլերենը, I go, ես գնում եմ։ Որպեսզի ասենք չեմ գնում, հայերենի նման, այս ժխտական don't ձևը, կամ կուզեք do not ձևը, գալիս է երկու բառերի արանքը, եսի և գնալու արանքը, դառնում է I don't go, I don't go, you go, you don't go, don't-ը եկավ երկու բառերի արանքը և դառավ do not go։ Երրորդ դեմքում
նա, տղան, he կամ աղջիկը կամ թռչուն կենդանի, goes, տեսնում ենք վերջավորություն, es, մենք մյուս դեմքերում վերջավորություն չենք տեսել, go, միայն երրորդ դեմքում ունենք goes, նախկինում, հնադարում նույնպես վերջավորություն եղել է, դարերի ընթացքում այս վերջավորությունները վերացել են, մնացել է միայն երրորդ դեմքի այս վերջավորությունը, գուցե դարերի ընթացքում այս այլ վերանա, բայց առայժմ ուրեմն մենք ունենք այս goes ես վերջավորությամբ, ուրեմն ասացի առաջին երկրորդ դեմքերը don't go, երրորդ դեմքում goes, քանի որ es վերջավորություն ունի, ժխտական ձևի ժամանակ այս es-ը կմիանա do not-ին և կդառնա doesn't, does not, այսինքն այս do-ին միացավ es-ը եկավ do-ից հետո այստեղ դառավ does և not, նորից ասեմ, երրորդ դեմքի այս վերջավորությունը es-ը ժխտականում կմիանա do-ին, կդառնա does, այսպես does, առանց այս not-ը մի նայեք does, կդառնա այսպես և կավելանա not-ը, կարճ ձևում կդառնա does և not-ը օնքը կրճատվի not, ուրեմն ստացանք այս ձևը, he կամ she կամ it doesn't go, կրկին ժխտական օժանդակ բայը եկավ երկու բառերի արանք, հոգնակի թիվը, քանի որ ոչ միտեղ չունենք վերջավորություն, կկազմվի եզակի նման, առաջի երկրորդ դեմքերի նման, we don't go, don't եկավ այստեղ, you don't go, they don't go, այսինքն ես գնում եմ, ես չեմ գնում, դու գնում ես, դու չես գնում, նա գնում է, նա չի գնում, մենք գնում ենք, մենք չենք գնում, դուք գնում եք, դուք չեք գնում, նրանք գնում են, նրանք չեն գնում, Հիմա կրկին անդրադառնանք հայերենին և անգլերենին, նմանություն և տարբերություն, ինչպես վերևում ասացի, պետք է որոշենք։ Հայերենում որն է նմանությունը անգլերենի հետ։ Ուրեմն ասացի գնում եմ, օժանդակ բայը վերջում, ժխտականի ժամանակ, օժանդակ բայը այս ժխտական մասնիկի հետ միանալով, այս երկու բառերի արանքն է դրվում եսի և գնալու միջև։ Բոլոր դեմքերում այդպես է, սա հայերենում, անգլերենում նույնպես, մենք ունենք don't ժխտական մասնիկը, որը դրվում է երկու բառերի արանքում, այսինքն I go, այս don't-ը եկավ արանքը, դառավ I don't go, you don't go, he, she doesn't go, we don't go, you don't go, they don't go, սրանք նմանությունը, տարբերությունը որն էր, որ մենք ունենք մեկ չ ժխտական մասնիկ, իրենց ամբողջական երկու բառից կազմված, որը կրճատում դառնում է don't կամ doesn't։ Այսքանը մեր ժխտական ձևի մասին, մենք սովորեցինք հաստատական նախադասություն, նախորդ դասերին հաստատական, հարցական, այսօր արդեն ժխտական ձևը։ Այստեղ գրել եմ մի քանի բայ, speak խոսել, read կարդալ, play խաղալ, run վազել բայերը, որոնք դուք գրել եմ կազմեք ժխտական ձևով, նույն այս օրինակի հիման վրա, դուք կարող եք գրել նաև անցած դասի ձևերով, հաստատական և հարցական ձևերը գրել, ուրեմն ինչպես ենք ասում, ես խոսում եմ, ես կխոսեմ, ես չեմ խոսում, ես կարդում եմ, ես կկարդամ, ես չեմ կարդա և մնացածը նույնպես, գրեք, սովորեք ինքնուրույն, հարց ունեք կգրեք կպատասխանեմ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, goodbye։